Պատմության մեջ առաջին անգամ ամենայն հայոց կաթողիկոսը կանգնել է դատարանի առջև որպես մեղադրյալ, նա մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ, ինչպես կգնահատեք այս գործընթացը։ Ամբողջ ազգի մեջ մի հատ կաթողիկոսա չէ, ողարված չկա, ասենք, հանցագործներ լիքն են, տերներ մեր լիքն են, բայց կաթողիկոսը մի հատ է։ Այդ ներքին կարգով կարան ինչ-որ հարց լուծեն, բայց այս ժողովրդին ինչ է խառնել իրար, մեղքը չէ ժողովուրդը։ Քիչ գործ ունի, քիչ հարցեր ունի, այլ պետք է իրեն կաթողիկոսի մարդերի համար ապրում այլ։ Չկան երկար ապրի մեր օգուտնա։ Ես չգիտեմ իրական այդ մեղքերը անիրական չեմ կարող ասեմ ոչ մի բան, որովհետեւ որ եկեղեցին շատ է շեղվել իր գործընթացներից այդ փաստ է։ Իսկ այս գործընթացները իրավական թե քաղաքական հարթության մեջ եք տեսնում։ Երևի ավելի շատ քաղաքական։ Ինչու՞։ Որովհետեւ եկեղեցին մտել է քաղաքականության մեջ, գործարքների մեջ է մտնում այլ երկրների հետ, որոնց հետ պետությունը, այսպես ասած, թշնամական կամ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ է։ Իմ համար եկեղեցին սրբություն է, եւ ես դա չեմ պատկերացնում։ Իմ համար եկեղեցին սրբություն է, ես իրավունք չունեմ խառնվելու եկեղեցին։ Զարմացած եմ, որովհետև կարծում եմ, որ բոլոր դեպքերում նա մեր հոգևոր առաջնորդն է, եւ ես ինքս հայ առաքելական ուղղափառ եկեղեցու հետևորդ եմ։ Զարմացած եմ, որ այսպիսի իրավիճակ կարող էր ստեղծվել։ Եթե մենք որպես ազգ հավատում ենք Աստծուն, կամ դա մեզ համար առաջնայնություն է քրիստոնեությունը, որպես քրիստոնեական ազգ լինելը, ապա այսպիսի իրավիճակ պարզապես չէր կարող ստեղծվել։ Կարող է տարբեր խնդիրներ կան, չգիտեմ, եւ այլն, բայց իրականում այսպիսի իրավիճակ անընդունելի է մեր գիտակցության համար, որպես քրիստոնյա, ու ես ճիշտն ասած չգիտեմ, աշխարհում նման դեպք եղել է թե ոչ։ Չգիտեմ, ուղղակի արդարությունը ճիշտ բան է, էլի ինձ թվում է, եթե մեղավորը կաթողիկը սա իրավունք չունի սխալվելու, սխալ գործելու, պետք է այնքան ճիշտ լինի, որ ոչ մեկ իրան չկարողանա ինչ-որ բացասական բան ասի։ Ուրեմն ինչ-որ բան կա, որ ուզում են դատեն կամ ինչ-որ մեղավոր են համարում, ոչ մեկ ինձ թվում է անմեղ մարդուն չի ասի մեղավոր ես կամ մեղքը բարդեն էլի չի լինի։ Իսկ այս process-ը ըստ ձեզ ավելի շատ իրավական է թե քաղաքական։ Ինձ թվում է իրավական։ Կարող է մի քիչ էլ քաղաքական կա, բայց ավելի շատ իրավական։ Վերջը պետք է արդարություն լինի այս երկրում։ Մինչև արդարություն չլինի, երկիր չի դառնա, ինձ թվում է ամենակարևոր բանն է։ Ով ուզում է լինի, կաթողիկոս կլինի, վարչապետ կլինի, պրեզիդենտ կլինի, եթե մեղավոր է, միանգամից պետք է պատժվի։ Դե նախ սկսենք, ինձ թվում է, որ ճիշտ չի, որ մեր կաթողիկոսին դատում է, ոչ մեկ իրավունք չունի դատելու, քանի որ հենց Աստվածաշնչում է ասում՝ մի դատիր, որ չդատվես, ու ինչ հիմա որ կատարվում է մեր երկրում, ինձ չի թվում, որ նորմալ է։ Ես կուզեի այդ կաթողիկոս կոչեցյալին կախեն։ Այդքանով սահմանափակվենք։ Ինչու՞։ Ինքը ոչ մի բան չի պահե։ Երեխա ունի։ Թող կանգնի բարձրաձայն ասի, հա, իմն է, սխալվել եմ, արել եմ։ Եթե մի մարդ կարա երեխուն էլ ուրանա, էլ ինքը, էլ ինչ մարդ, էլ ինչ տղամարդ, ուրիշ մնաց կաթողիկոս։ Երևի իրավունք պետք է չունենան կապնեն։ Դրա համար մենք ունենք կաթողիկոսներ եւ տարբեր պետություններում այդ հավաքեն ասեն, ես ինչ հաշիվ է։ Հարգարժան կաթողիկոսի մասին տեղյակ չեմ, Սերժ Սարգսյանի հեռուստացույցը նայել եմ, տարերկեքը միացրել եմ, իտալական, ֆրանսիական, բայց ես իր հայրապետական այցելությունները չեմ տեսել, ես իրան չեմ հիշում, չեմ ճանաչում։ Ինձ թվում է մեր երկրում ճիշտ բաներ չի կատարվում, ընդհանուր քաղաքականությունը, դրա համար, չգիտեմ, ինձ թվում է պետք չի դատել ոչ մեկին։ Իսկ ինչով նորմալ բաներ չեն կատարվում, ինչու։ Մեր քաղաքականությունը նորմալ չի, այդ պահանջները դրված ու ամեն ինչը վարչապետը դրա համար
Պետք է ինչ որ բանով օրինակ այն մի կաթողիկոսը այդ Վազգենը կարաս համեմատես սրա հետ, չէ։ Բայց դա ինչ որ այսպես դատելու հիմք է։ Դե ինքը ոչ մի բան չի անում։ Կարծում եմ հոգևոր, ուզում են մեզ քրիստոնեությունից զրկեն։